Պատրաստում եմ միջինքի գաթա։ Այն պատրաստում են մեծ պահքի 24-րդ օրը։ Պահքային գաթա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, աղ, վանիլին, փխրեցուցիչ, մի փոքր սոդա։ Բոլոր 4 բաղադրիչները խառնում ենք եւ դնում մի կողմ։ Այնուհետեւ շաքարավազը, ջուրը եւ բուսայուղը խառնում ենք եւ ավելացնում 4 բաղադրիչների վրա։ Խառնում, հունցում, ստանում ենք ձեռքերին չկպչող խմոր։ Փակում ենք սննդային թաղանթով, դնում մի կողմ եւ այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը։ Միջուկը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, բուսայուղ, մի փոքր վանիլին, մանր կտրտած ջրեր, ընկույզ, մեղր։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք, բացում խմորը եւ խմորի վրա ենք տեղափոխում միջուկը։ Այնուհետև ինչպես ցույց է տրվում տեսանյութում, կողքերից հավաքում ենք խմորը եւ չենք մոռանում նաեւ տեղադրել խմորի մեջ մետաղադրամ։ Ավանդույթի համաձայն գաթայի մեջ մետաղադրամ ենք տեղադրում եւ այն ում բաժին է հասնում, համարվում է, որ այդ տարվա տվյալ ընտանիքի հաջողակն է։ Ձևավորում ենք ըստ ճաշակի եւ ցանկության։ Այս անգամ ես նախընտրել եմ քունջութի սերմերը եւ նուշը։ Ձևավորելուց հետո ուղարկում ենք նախոր օգտագործված ջեռոցը 200-ից 220 աստիճան ջերմաստիճանում։ Մի փոքր քաղցրությունն ավելի ապահովելու համար երեսին մի փոքր մեղր եմ տարածում։ Ահա եւ վերջ պատրաստ է։ Անպայման փորձեք։